Ողջույն բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք կզրուցենք Մարինա Պողոսյանի հետ, իրավապաշտպան։ Ողջույն Մարինա ջան, Ողջույն Վարդան ջան։ ոտքդ ո՞նց է։ Որ ասում կոտրեր ոտս, երևի տենց էլի ասել եմ կոտրեր ոտս էս չեմ։ Լավ է, հիմա արդեն լավ է, հենց որ կամած վերադառնում եմ շարքեր։ Ակտիվ Տեսնենք պայքար։ որտեղ կդիմավորեմ այդ շարքերը, նա վոլի իլի վնի վոլի։ Ինչ ես մտածում, որ Շատ հարցեր չտաս, ինձ է չկալանավորեն, ոտս այդքան լավ չի, ես չեմ կարող ինքս ինձ հիմա նորմալ սպասարկեմ։ Խնդրում եմ, ինձ դեից կալանավորել չտաս։ լավ, դեպքերում շնորհակալություն հետևելու համար այսօրվա համար այսքանը։ Ստեցուն ձեզ եթերն ամացեց։ Որովհետև ինչ հարստամ դա կարող է պատճառ հանդիսանա։ ը, Դե Մարինա ջան, հիմա իմ վրա էլ Ինչ։ քրեական գործ, քո վրա էլ կա, քանի քրեական գործ ունի։ Տնաշեն իմ վրա, եթե ես հաշվեմ 14 թվից, причем 14 թվի քրեական գործը ունիկալ ա եղել, տենց հոդված չկա, ոչ մի, որ ես ղազախական մաֆիայի անդամ եմ, այդ եղել է 14 թվին, չկա տենց հոդված, վերջում է գործը կորավ ու ես առ այսօր նեղված եմ, դիմում գրեցի, գնացի դատարան, ասի մի կարճեք այդ գործը, ես ուզում եմ Նուրսուլտան Նազարբաևի հետ, հա ինչ, Այլն, հա ինչ այլն։ կլիներ, որ ասեմ դուք ինչ իմացաք, որ մաֆիայի անդամ չեմ, կարող այնտեղ մաֆիա գրել եք, արդյոք ինքը անդամակցում է, քննչական կոմիտեն գրել են ոչ, ինքը չի անդամակցում, հարգելի Աղվան Հովսեփյան։ Նենց որ քրեական գործ հիմա հայր կա այն վրա, մեկ, երկու, երեք հատ այս պահին կա։ Այ Մարինա ջան, երևի գիտես, երեք ինչ եղավ Հայաստանում բոլորը, եթե չասենք բոլորը մեծ մասը շոկի մեջ են, մտածում են այս աստիճանի չի կարող հասնել լկտիությունը, բայց ամեն դեպքում հասավ անցավ։ Հիմա ինձ որպես փորձառու հեղափոխական դու մի բան ասա։ Ես Կնական շոկի մեջ չեմ, իսկ չէ, ես շոկի մեջ ընդհանրապես, չէ, լուրջ շոկի մեջ չեմ, ասեմ ինչի համար, Վարդան եմ։ ջան։ Ես քո հաղորդումները ես շատ քիչ ես իրական շատ քիչ բան եմ նայ ոչ թե որտեղ որ մեծամիտ եմ ինձ ուրիշների խոսքը չի հետաքրքրում այլ չեմ գտնում այն խոսքը որը իմ համար իմ ուղեղի հետ համահունչ է կամ մեջը տրամաբանություն կա ես PR ակցիաներ չեմ սիրում բլոգերային չբլոգերային սկանդալային ասենք ես սիրում եմ քո վերլուծությունները ու հետևում եմ։ Քանի որ դու տրամաբանող մարդ ես, դու ինքդ շատ լավ գիտես եւ ես երեք գրառում եմ արել, որ որոշակի բաներ կա, որ օգտագործելուց հետո մի շպրտում են, չես կարող պահես դա։ Իրանք դի շպրտես։ Էն էլ Իրանք այդ որակի, հա, էն էլ այդ վերջում որակի։ հա, հələ պատկացա այն կարգի բարձրորակ բաներ կան, որ մի քանի անգամ է օգտագործվել հասկանում ես մի անգամ չի օգտագործվել եւ սա տրամաբանական է ես մի բան ասել եւ այո գիտես ինչա հələ տացիտն է ասել հա предателей чем мишум բառացիորեն ненавидели не принимать даже те кому они служили չէ այտենց է դավաճան մարդը ինքը արդեն դառնում է մարմնավաճառ Իրան կարաս օգտագործես, ասեն քեֆդ լավ կլինի, զանգես կանչես օգտագործես, շպրտես, փողը տաս, շպրտես։ Բայց նրանք նույնիսկ այդ կարգավիճակից մարդկային անցել են իզդելիա նոմեր 2-ի կարգավիճակի։ Դրա համար երբ որ ես քո հաղորդումներին անում, ես չեմ կարծում, որ քո համար շոկային էր, ինձ համար Միշտ սпасելի բան էր։ Մաջան, իմ համար շոկային է, որ իրանք իրենց արդարացնելու համար այդ հիմա շոն մի հատ բանը ոստորդական հրացան պետք է նկարեին օգտագործած փամփուշտներով, որ ասեին այս սրանով են փորձը Իսկ ում հեղաշո։ համար։ Ճիշտ է։ Հա, բայց ում համար։ Осудить кто? Народ требует хлеба и зрелищ։ Խլեբը տալիս են մի քիչ։ Զրելիշն էլ էս, այ քեզ բան հիմա մեկը նստի քուպես մտածի որսորդական հրացան երկու փամփուշտ անցյալ տարվա նայ երբ որ ես երեք սենց երկար մտածում էի, որովհետև չգիտեմ ինչի զուգադիպեց, որ անցյալ տարի հենց երեկվա օրը ես ունեցել եմ ժողովուրդ օրաթերթին հարցազրույց էի տվել այդ սրբազան շարժումով Եվ իմ դիրքորոշումը արտահայտել է։ Ես ընդհանրապես չեմ սիրում, էլի я лежачи в небе, ունես չի, որ ասենք մարդիկ վնիվոլի են, ես խոսում եմ եւ այլն ազատության մեջ չես։ Բան
Չկա։ Բայց դեռ գիտես ինձ ինչն է հետաքրքրում, այն որ եթե իրականում դա այդպես է, ինչպես որ ներկայացվում է, հա, այդ հաղորդագրություններով, ձայնային եւ այլն, հրացաններով, չգիտեմ ինչով, այդ 25 թվին չի եղել, չէ՞, ասենք 24-ին է եղել։ Եթե 24-ին այդ մարդիկ չեն ձերբակալվել, դա խոսում է քննչական կոմիտեի ֆիասկոյի մասին։ Всё, այսինքն Քարամյանը, քանի որ երևի կապեր ա ունեցել եկեղեցու հետ, թե չի ունեցել, թե Սիմում հետ ա ունեցել, վատ աշխատել։ Հիմա մենք պիտի պահանջենք, որ Քարամյանին տանեն ձերբակալեն, որտեղ 24 թվին այդ եղել է եւ ԱԱԾ տնօրենին իրանք մեզ մի տարի ամբողջ Հայաստանի ժողովրդին թողել են վտանգի տակ, որ այստեղ տերորիստներ կան։ Հիմա ես սրա отчётը ումից ուզեմ, կամ ուզեմ քննչական կոմիտեից, պետք է ուզեմ, փառք Աստծո, գլխավոր դատախազը նույնն է, չէ՞, ոնց որ անցյալ տարի էր։ Քննչական կոմիտեն ա, որ փոխվել է, ԱԱԾ-ն ա, որ փոփոխություն ա կատարում, բայց այդ մարդիկ այսօր Ադրբեջանում չեն դեռ, այստեղ են։ Թե Քարամյանը, թե Աբազյանը։ Բայց հիմա ինչի մեր հանրությունը, ազգային ժողովը, վարչապետը, չգիտեմ, դատախազը չեն ասում, ընկեր ջան, այս 24 թվի ձայնագրությունն է։ Այսինքն, ինչ որ մեկը այդ ձայնագրություններն ունեցել է, իմացել է, որ 2 հոգի են գյուլում կամ 16 հոգի, եթե դա իրականություն է, ու ասել է, մենք հայերով փակ բերան ենք, այն որ ասում է տեքրս եկավ, ծոցս մտավ, ձեն չհանեցի։ Հիմա այս անեկդոտը, սրանց վրա ով է պատասխան տալու։ Ինչի եմ ես 1 տարի ապրել ահաբեկիչների հետ միասին, հարց եմ տալիս ես։ Ասա իմանամ էլի։ Ես կարող եմ ասել։ Ինչու։ Ժամանակը հիմա է հարմար պահը։ Ես կարող եմ ասել, որովհետև այս ոտերի տակ թավալվող բանը, ռեյտինգը, որը արդեն ոչնչացված գոյություն չունի, իր շրջապատի իրեն հարող բիոթափոնին ոգևորելու եւ ուժի հանգամանք ցույց տալու համար, որ մենք դեռ ինչ որ մի բանի ունակ ենք եւ ինչ որ մի բանի կարող ենք, որոշեցին, որ 24 թվականից պարզ այդ я им делаю здесь манифеста կարդացի ոնց են իրանք հեղափոխություն անելու ես ուղղակի չեմ կարդացել ինչ էր գրած էր քանի փորձա ոչխարի խորոված հա են քանի փորձա պիվա քանի բաժին բաժակ ես բայց մի բան ասեմ սրանց պետք է ձերբակալել գիտես ինչի համար որ խափեցին ժողովրդին հերթական անգամ 60,000 հոգի բարձրացեց վերև ասեց այո հիմա այս պահին խաչը առած մի հատ խաչը ապականեցին այ եկեղեցու ապականը սկսելա դրանից երբ որ մարդ հայ ժողովրդի ամենավերջի հանգրվանը հա արդեն ամեն ինչ Արցախով թուրքի նկատմամբ ատելություն բան այդ բոլորի հետ միակողմանի սեքս արեցին մնաց մենակ հավատը արդեն ասին վայ սպասեք մի հատ եկեղեցուն ինչ գործ ուներ կամ այդ մարդը եթե տենց հայրենասեր էր Աննա Հակոբյանի ֆոնդի հիմնադիր տնօրեն Բագրատ Գալստանյանը դրա համար եմ ասում մարդիկ յուրայիններին են հանձնում եւ այս պահին ասում եմ լավ են անում չի լինում слуга двух господ չի լինում տենց ծառա ուրեմն կան դու Աննա Հակոբյանին ես ծառայել Գալստանյան էր Գալստյան էր իրա հետ ես եղել կամ դու իրա դեմ ես այտենց չի հիմա ինձ հարց եմ ես ուզում տամ որ այո ես ինձ համար ամենակարևորը այսօր Վարդան մեր ժողովուրդը կարա առանց հոսանքի էլ ապրի առանց գազի մենք դա ապրել ենք առանց ուտելիքի սուղ պայմաններում բայց մարդուն կոտրելու համար մեջը հավատն ես կոտրում իրա ուժն ու կորովն ես կոտրում հիմա ով դուրս եկած այն մեկը առանժվի պալատկա խփեց ասես 14 րոպեից հեղափոխություն եմ անում ինչ է ձկան անունով մեկը կար չեմ հիշում վերջերս պատգամավոր ընդդիմադիր Դեմիրճան փողոցում 3 ամիս պալատկա էր նա ինձ առաջ օպերայում էր պալատկա ով միկրոֆոնը վերցրեց ասեց կես ժամից հեղափոխություն եմ բա սրան ոչ թե քաղաքական գործիչ չեն, սրանք նույնիսկ տղամարդ չեն, որովհետև այդ ռանգի խոստում տալուց հետո, եթե դու չես կարողանում ես, դու քեզ պիտի գլխից խփես։
Որովհետև եթե այդ շտանգան դու վերցնում ես ու գցում ես քո ոտերին, այդ հոն կոլա չի, որ կրկին փորձեք, հա, Իշխան Զաքարյանը փորձեց, Գաստանյանը փորձեց, ես իմ էլ ովքեր են փորձել, մի միլիարդ հոգի մարդ, այս 18 թվից այս կողմ, 19-ից այս կողմ, մեր մոտ անընդհատ sense փորձում են։ Մեր ժողովուրդը կոլա չի սրանց համար։ Այս սրբազանին պետք է դատեին, որտեղ 60,000 հոգի մարդու խաբեց։ Ասեց եկեք հրապարակ, ես ձեզ տանում եմ դեպի լուսավոր ապագա։ Վերջում էլ ասեց ոտերս ուռել է, եկեք մասաժ արեց, դուք ցրվեք տներով։ Սրա համար, թե չէ նա մերորիստ, այս գիտես ինչա, սա էլ եմ ասում, օգտագործված լինելու սինդրոմի հետևանքա, որովհետև когда по кругу пускают, սուբոտնիկ են արել քաղաքասում, էլի, բերել են իրանց կոնտինգենտին, սուբոտնիկ են արել, սենց по кругу, ես քեզ դու ես, սաղդ էլ օգտվեք ախպեր, սրանք, որովհետև մարդ եթե մի անգամ ծախվում է, մի անգամ խափում է, իսկ այդ սրբազանա եսի ինչա, դա ժողովրդին 60, 70, 50,000, 30, 40, չգիտեմ, ես չեմ հաշվել, այդքան մարդեր ոտքի ելել, ու մեր մարդիկ էլ են ունիկալ, ոնց որ են Նիլսի դուդը չկա, գալի կանոնում են, այդ 40,000 հոգին չգնացին դրա դղյակի դեմը կանեն, ասեն մի այդ վերքոտ ոտերովդ իչի, այդ ինչ եղավ, որ 15 րոպեից, այո ժամը հնչում է 10 րոպեից, 5 րոպեից, Пошел обратный отсчет, հեսա Կրեմլի կուրանտները կխփեն կլինի հեռավոր, կուրանտները չխփեցին իրանց համար, կուրանտները իրանց գլխին խփեցին, որովհետև նման մարդիկ պետքը չեն, որտեղ իրանք իրանց ծառայությունը մատուցել են, ուժը պետքը չեն, վերցնում շպրտում են միտեղ, էլ ինձ յա կապրի, յա չի ապրի, ինչ կլինի, չի լինի։ Ես ատում եմ բոլոր այն մարդկանց։ Հիմա իմ ասածը կկոմենթեն, չեն կոմենթի, ինչ չի ուզում, բոլորին ատում եմ, ով որ եղել է ՀՀՇ, հետո դարել է ՀՀԿ, ով որ եղել է ՀՀԿ, հետո դարել է չգիտեմ ինչ, ով որ եղել է ՔՊ, մի հատ խնդրում եմ, էլի, ՔՊ-ից դուրս եկած ընդդիմադիրների ցուցակը նայ, ում քամագին տվեցին, ասին դու էլ падգամավոր չէ, ասեց ես հիմա արդեն Նիկոլ Փաշինյանին դեմ եմ։ Ոնց դուք գիշովկա չեք։ Եթե դու այդ մարդու հետ ճանապարհ ես գնացել, ես Աշոտյանին չեմ ճանաչում, ոչ այդ Շարմազանովին, վաշե ոչ մի սիմպաթիա չունեմ, ոչ նրա նկատմամբ։ Բայց գոնե կարող է ինչ որ միտեղ հարգանքի արժանի, որ այս մարդիկ եղել են իրան Սերժի կողքը, մնում են այնտեղ։ Ոչ թե Վաչոյի պես, ասում են բերեք բոլոր տեսակի ցուցմունքներ կտամ Սերժի դեմ։ Նույն ՔՊ-ի սինդրոմն է։ Վաչոյին դատական նիստին գնում են, Վաչոն երևի գիշերը տունը նստում է կնգահեր, դե կնգահերն է գրող է, երևի թիզմ քաշած կլինի։ Նստում են Սերժի դեմ ցուցմունքները գրում, գալի ասում։ Այն աղվանի դեմ են Արշալույս Սարգսյանը, եսի ինչա էտա ցուցմունք տալի։ Հիմա ինչքան ՔՊ-ի նախկին падգամավոր կա, իրանք այսօր, իրանք դոշը, ես ու դու իրավունք ունենք խոսան։ Ես ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, իմ կուսակցությունն իմ երկիրն է։ Ոչ մեկ ինչ չի կարող ասի, դու սրան ես հարել, նրան ես հարել, ես մաքսիմում միքսերով կարող եմ տորտ զեբրա հարեմ։ Ես ոչ մեկի չեմ հարել, որ խոսամ։ Իսկ իրանց արածը սա ստորություն է, բայց եթե ժողովուրդ ուրախանում է, թող սաղին կալանավորեն, ինչ ա եղել որ։ Ում են աչոտ տալի ռուսներին, Բագրատը Կրեմլի զանգ է սպասում չեղավ, կուրանտները չխփեցին, թե ուղակի այդ 60,000 հոգի մարդ հանելը դա ինդիկատոր էր, թե քանի պոտենտ մարդ կա, քանի ոչ իմպոտենտ մարդ կա, մի հատ բերեք հավաքեք, հետո կոտրեք, ասեք ջանդանվեք ձեր տներով, երկրորդ անգամ չեն վերկանալու, այսքան մի բան։ Ես երեք որ իրանք փորձեցին ներկայացնել, որ իրանք մեծ հրեշ են բռնել, սպրուտ, Հոյ։ ես արագ փորձեցի մի հատ հարցում կազմակերպել մի մարդակում, Նայելը։ ուրեմն նոր նայեցի, 8200 մասնակից կա, արդեն 1200 քվեարկածների 78%-ն ասում են Նիկոլ ավելի մեծ վտանգ է բանա ներկայացնում իրանից հանրապետության համար, այս մեր պետականության համար, քան նրանք ինչ որ փորձեցին ներկայացնել տերորիստ, չնայած Բագրատին ամեն ինչ կարելի է ներկայացնել, բայց Ոչ տերորիստ։ Փաշինյան Նիկոլը մնում է մեկը շատ ավելի վտանգավոր մարդ պետության համար, քան
Բագրատը նույնիսկ այս PR-ի ամենապիկում է, որ ասենք ժողովուրդը Բագրատին բայց լուրջ են ընդունում, նա Բագրատին որ լուրջ ընդունեն վտանգ ներկայացնողին տիել գոնե մի քիչ լուրջ ընդունես, ոչ թե սպիտակ, լսի, ես հարց ունեմ Բագրատին, եթե կամերում նայում է, այդ որ Աննա Հակոբյանի ֆոնդի գլխավոր հիմնադիր տնօրենն էր, ուրա այդ փողերը, ինչ փողերով է իր տունը սարքել, այդ ժամանակ լավն էր, սա գիտես ինչ, մենք մեր միջից տիհան ենք, են որ ամուսիններն իրարից բաժանվում են, սկսում են ցեղ թափել իրար վրա, ուզում ես ասես, լսի գնացը պարկել ես այդ մարդու տակ մի քանի ռեյս, լիքը երեխա ես ունեցել, բայց պարկածը վաղ ով օխայ մոխայ որ անում էր լավ էր, թե վատ էր, հիմա արդեն դու Բագրատ կույս չես, դու Աննայի հետ փող ես հաշվել, հիմա դու ինչ բարոյական իրավունք ունես, հիմա չասեն Մարինան Նիկոլա, Մարինան մենակ իր շանն է պաշտպանում, ծուշոկին է պաշտպանում, մնացած կենդանիներին, ասեն դու ինչ բարոյական իրավունք ունես, դե որ տենց հա, ապեր սրբազան, վերկաց ասա, Աննայիդ ինչքան փող եք կիսել, ուրա այդ փողերը, այդ հիմնադրամի փողերն ուրա, այդ տունը, ես კი չէի էլ իման դա որտեղ ապրում, вообще չի հետաքրքրում, այդ տունը հերը տակը տակ թողել, հա, այդ որտեղից, ես չունեմ այդպես տուն, դու ունես, չէ, մոմ ծախելով է Բագրատ այդ տունը առել, մոմն էլ իրանը չի որ մոմն էլ իրանը չի որ ծախի է տուն առնի։ Կարող է ցեխա դրել մոմի այդ տանտակը, մոմ ծախելով այդ տունը, հիմա մեր ժողովուրդը, մենք խնդիր ունենք, Վարդան, պես դու հարցում ես, չի անցկացրել, դուք իմանաս, թե հարցումը ինչի համար ես անցկացրել, բայց ես, եթե ինձ մեկը հարցնի մեր համար ով ամենամեծ վտանգը, կասեմ մենք, ես, դու, գիտես ինչի համար, որովհետև ես երբեք պատասխանատվությունը իմ վրայից չեմ գցում, Նիկոլի վրա, Լևոնի վրա, Սերժի վրա, Պողոսի, Պետրոսի, Բագրատի, Ֆլանի, Բեֆանի, չգիտեմ, այն ինչա կուսակրոնա, չկուսակրոնա, նրա անկողնային գործերով վերակացուի վրա եւ այլ, ես ու դու ենք մեղավոր, որովհետև մենք գիտակից մասն ենք այս ժողովուրդ, ուղղակի մեր ժողովուրդը մեզ չի ուզում լսի։ Եվ քանի դեռ մենք վերցնում ենք երկու բևեր, որ ասում են հիմա ես չլինի բևեռականների նորից թուրթևանքը նետ աղեղը վերցնեն հարցակվեն վրա։ Քանի նայ, մենք վերցնում ենք միշտ երկու բևեր, այ մենք սրան կողմ ենք, սրան դեմ ենք։ Իսկ կլինի մենք մենակ մի բանի կողմել ենք մեր երկրին։ Իրանի ժողովուրդը միջև վերջի պարն ասում էր, էտա մնում պակաս, ես չոքեմ քու դեմը, կմեռնեմ, բայց իմ երկիրը չեմ տա։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, տո նրա հերն է շունդարնա, նրանն էլ, մենք այս թատրոնից երբ ենք դուրս գալու, թատրոնը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կան հանդիսատեսներ, ծափահարողներ, քանի դատարանի դահլիճի դիմաց տեղ ընդեղ, ես էլ եմ ասում, ես չեմ ասում դա տերորիստ է, ես հիմա եմ ասում, այ փոխանակնդելիքը լավ փաստաբաններ կան, թող հաղորդում տան հանցագործության մասին, ասեն, եթե 24 թվից գիտեիք, ԱԱԾ նախկին տնօրեն, դատախազ, քննչական կոմիտե, մեզ պատասխան տվեք, դուք ինչու եք հայ ժողովրդին մեկ տարի թողել տերորիստ Բագրատի ձեռը, հարց եմ տալիս, սխալ եմ ասում, ոչ մեկ էս չի ասել մինչև այսօր, հիմա ես պատասխան եմ ուզում։ Ման այն ու մենց է փոխել երևելի դեմքերից, ես ուղղակի ցուցակը չեմ ճանաչում։ Երևելի դեմքի անիմով կա, որ էլ մի հատ էլ դու ինձ հարց ես տալ, իմ համար երևելի դեմք չկա։ Ասենք իրան պոտենցիալ կա, նայ, պոտենցիալ կա դեպքեր։ Չի հետաքրքրում, ինչ որ այնտեղ ինչ որ դաշնակցությունից մեկը կար, բայց չի էլ հետաքրքրում։ Ես նույնիսկ այդ սրբազան շարժում կոչվածը որ կար, չէ՞, 2 ամիս է տևել, Վարդան ջան, այդ YouTube-ն էլ ապացույց է։ Ես մի անգամ գիշերով կոչ եմ արի ժողովրդին, ոչ թե սր, հələ երբ որ նոր սկսել էր։ Ասել եմ ժողովուրդ ջան, գնացեք ժողովրդին միացեք, հələ այդ Բագրատ բան չկար, հենց Բագրատը դուրս է եկել, ես որպես հայ քրիստոնյա, ասել եմ 2 ամիս իմ ես երկար լեզուն փագի տակ պայն, վաբշե չեմ խոսացել, որ չասեն, այդ տեսնում եք նրա պեսները խանգարեցին, բայց անցյալ տարի հուլիսի
26-ն էր, երեկվա, այսօր ամսի քանիսն է, երեկվա օրը Facebook-ը բերելա, էլ չդիմացա ու պայթեցի։ Գիտես ինչի։ Մեսի թենդը հասկանում ես, իմ համար անթույլատրելի է ինչ որ մեր հետ անում են։ Այնինչ չէ որ մենք մի 50 հատ հող ունենք, ասում ենք լավ, այս մեկն է կտանք, այն մեկն է կտանք, սրանք էքսպերիմենտ են դնում մեր վրա, հա։ Իսօր ասում ես երևելի դեմք, ես ընդհանրապես երևելի դեմք ընդհանրապես չեմ տեսնում։ Ոչ այս կողմից, ոչ այն կողմից, ոչ այն կողմից, ոչ էլ այն կողմից։ Երկու օր առաջ դու ինքդ անալիզ ես արես 30 տարվա մեջ ուր է երևելի դեմքը։ Չէ, Մարինա ջան, նայ, ես նոր կարծացի, որ Աջապահյանի Երևելի դա Սամվել Կարապետյանն է։ նայ, չէ, ես ունակ նոր կարծացի, որ Աջապահյանի վրա էլ են բանա գործ հարուցել։ Ես չեմ ճանաչում իրան անձամբ, իր դիրքորոշման հետ էլ ծանոթ չեմ։ Թեմի առաջնորդն է, Շիրակի թեմի առաջնորդ։ Հասկացա, այդքանով գիտեմ, բայց ես ընդհանրապես ինձ չեն հետաքրքրում այն մարդիկ, որոնք ընդհանրապես որպես կին, ես տղամարդուն երբեք չեմ լսում։ Չնայած ասում են «Женщины любят ушами», ես չէ, ես գործողություններով եմ սիրում գնահատել։ Քանի դեռ գործողություն չկա, ոչ մեկիսի ես այնքան սիրուն խոսքեր գիտեմ, ես 3 լեզվով կարամ շատ սիրուն խոսամ։ Կարող ես երկրի ամենալավ տղամարդն եմ, Քոչարյանը նեղվի հանգարց ասեմ ես եմ։ Ինձ ոչ մեկ Աջապանյան, Չաջապանյան, Բագրատ Սրբազան, ոչ մեկ չի հուզում։ ՔՊ, ՀԿ, ՀՀԿ։ Ես ուզում եմ տեսնեմ նորմալ երկիր, իրականում ժողովրդավար երկիր։ Ես ուզում եմ, որ քաղաքական հետապնդում չլինի, հասկանում ես դու։ Այսինքն, եթե դուք ուզում եք այս մարդուն, եթե դա իրական է այս կալանքը, ոչ թե հերոսացման պրոցես է, չերես Իզմիրլյան, գնամ նստեմ մանդատ առնեմ, այդ բազարը չի, որտեղ ում տարան մտցրեցին, ասի, ոյ ինքը քաղալաճալը, մեկ քաղալաճալը դեպուտատի մանդատը ձեռնա դուրս գալիս կամ Իզմիրլյանից գարշոկը տակը։ Եթե սա այդ պրոցեսը չի, որի վրա խիստ կասկածներ ունեմ ես, շատ խիստ, որտեղ մեր ժողովուրդը սիրում է տառապյալներին դուդուկը, 7-ը 40-ը թաղումը, որից հետո բոլոր մեռածները դառնում են սուրբ։ Հիմա դառել է կալանավայրը։ Ասում են վայ, սա ում տարան քա բանտարկյալը, եթե հիմա սա այս ձերբակալումները իրական են, սա շոու ծրագիր չի։ Այս մարդկանց կարելի է այլ հոդվածներով, Վարդան ջան, կոռուպցիոն հոդվածներով։ Ես երեք նայում եմ շոու պրոգրամայի գագաթնակետը Էլիզաբեթ Պետրոսյան, տանում են են Վահե Հակոբյանի կնոջը։ Էլիզաբեթ Պետրոսյանը ես վաղը չեմ իսօր նորից հաղորդում եմ անելու Արցախով։ Արցախի փոխ ոստիկանապետի տիկնոջից ստացել է մի դրվագով $5 միլիոն։ Ինչ գործ ունի Էլիզաբեթը։ Արցախից $5 միլիոն, պարզվում է Էլիզաբեթը հեկերի մեծագույն մասնագետ է։ Բա, պարոն Արթուր Պողոսյան, պարոն Տիկին Վարդապետյան, այդ հաղորդումը ես դες վաղուց եմ տվել, որ դուք ուզում եք Էլիզաբեթ ճնշեք, յանիմ ու իրա մարդուն։ Բա մարդու կնիկ մի հատ կանչեք, ասեք հունցեք, դու Ղարաբաղի հետ ինչ կապ ունես, աղջի։ Դու ինչ կապ ունես ներդրումային հիմնադրամի հետ, դու ինչ կապ ունես, որ Մարինա Պողոսյանի տված հարկերը վեկալել ես Ազիզ ու Հակարի բանը հեկ ես սարքում։ Ուզում եմ ասեմ, ես ինչի չեմ հավատում այս ամբողջ ինսցենիրովկային, որովհետև եթե իրականում ուզենային այս մարդկանց մեկուսացնեն հասարակությունից ու ամբողջ աշխարհով մեկ չասեն, բանտարկյալներ են այս մարդիկ, այսինքն իրանց չեղած ժողովրդավարության բաստիոնը, հենա վրեքները մի տոննա հոդված կա բոլորի, կոռուպցիոն։ Դրանով կտանեին ու ոչ մեկը, ոչ Տրամպը, ոչ Բայդենը, ոչ չգիտեմ են նախկին նախագահները, ապագա նախագահները, ոչ հասարակությունը կասեր սա հետապնդում է, կասեն փողա գողացել, տանում են դատը, ճիշտ է։ Բայց մախին իրական գողությունը
Չեղած հոդվածով ծածկում, այդ եմ ուզում հասկանամ, դու խելոք մարդ ես, բացատրի հասկանամ, ուրեմն, հերթական, պուց չերես Իզմիրլյան կզվեոզդմ, դե ասա չէ, Լավ, հիմա սենց անենք, ես սենց եմ հասկանում, ես այն ինչ որ կատարվել է, օրենքի տեսակետից եմ ասում, աբսուրդ է, եթե մենք խոսում ենք իրավական պետության մասին, բայց եթե այդ հա, մարդկանց ուզում եք իհարկե, դատեիք, եթե ուզում եք այդ մարդկանց դատեիք, Բաղդադից սկսած մինչև Էլիզաբեթ Պետրոսյան, ինչպես դուք եք ասում, եւ մնացածները, վստահ եմ, փաստեր կա, փաստեր կա, ինչու էնի չեն անում, էս են անում, ահա, ակնհայտ է, չէ՞։ ինչի էնի չեն անում, Վարդան ջան, նա խոցելի չի, ասում է, այս մարդը գողացել է, տանում եմ, դատեմ, всё, այդ ժամանակ ոչ մեկ չի կարա կանի դատարանի դուրսը ու գոռա, թա հայ հայրենիք Աստված չգիտեմ ինչ, ասեն գողա։ Չեն ասել Էլիզաբեթ Պետրոսյանին տարան ճնշեցինք, ասեն գործողա, չէ՞։ Ասենք այսօր ումա պետք էս շոուն, ումա պետք հասարակության մեջ էս պարակտելը, որովհետև դու մարդուն տանում ես չեղած բանով, բայց այն եղածը, որ շատ ավելի լուրջ է, հանրային ֆոնդերի յուրացում, մսխում, խարդախություն, դու աչք ես փակում։ Եթե մեկը ասի չգիտի, լսի ասեմ, ուրեմն վաղը մեր երկրում ես կամ կլինեմ ԱԱԾ տնօրեն, կամ գլխավոր դատախազ, կամ կենտրոնական բանկի կառավարիչ, կամ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, կամ է քննչականի։ Այդ ո՞նց է, որ ես գիտեմ, իրանք չգիտեն։ Այդ փողերի քանակում գրպանից գրպան չի գնացել եւ Բագրատի դեպքում եւ նրա որևէ մեկ ինչ չեն բացահայտի ով է ֆինանսավորել այդ շարժումը ես ու դու շատ լավ գիտենք առանց ֆինանսավորման դու կարաս մի օր պահես մարդկանց փողոցում չէ կամ այդ շարժումը երբ որ ես կոչ է անում Արցախի շրջափակման ժամանակ ասում եք այդ բոլորը գնանք հակարի կամուրջ այն կողմից դրանց էկո ակտիվիստներն են թերքակտիվիստները այս կողմից էլ եկեք մենք գնանք որևէ մեկը ուղիղ եթերով մեր վրա չի կրակի նրանք էկո ակտիվիստ են 100 հոգի այդ ինչի է բանը այն սպիտակ շորերի տակից չհանեց ու չասեց սրբազան շարժում եմ անում դեպի հակարի սցենարով չկար տենց բան չկար չէ սցենարով ես մենակ եմ գնացել մենակ թողա հիմա Կորնիձորի գյուղապետը տեղ գյուղի գյուղապետը Գորիսի փոխքաղաքապետը ասեն չէ այն որ ասեցի եկեք ստեղ այս շտաբը դնենք Արցախի շրջափակման ասեցին որ դնես Ալիևը մեր վրա կկրակի տեսի զապիս եմ արել իրանց ասածները պահել են որ մի օր դնեմ հրապարակեմ բա ուր էին այդ վաղտ այդ սրբազան շարժման մարդիկ որ հայ Հայաստան հայրենիք Աստված sense գոռալով գնային կանգնեին մոստի վրա ոչ թե գիտես ինչ գարչիցը после обеда ոչ մեկին պետք չի մեր հայրենիքի մի մասը մեր աջ ձեռը կտրել ենք հիմա գոռում ենք հայ հայրենիք եսի ինչ Հայաստան ու Աստված լուրջ հա որտեղ օպերայում ըստ սցենարի թողնում են հիմա ես մի հատ հարց եմ ուզում քեզ տամ այդ եթե այս իշխանությունները չէին ուզում որ Բագրատ հեղափոխականը Բագրատ Տեր Ահաբեկիչը Բագրատ Լադենը Կիրանցից գա Էսը չդառնա Գյումրիից ԿՊ-ի 14 հոգով գալը ես մեր տնից Դեմիրճան Էվրիկա սուպերմարկետի մոտից չկարեցա հասնեմ ազգային ժողովի գարաժները կարմիր բերետները զգետնեցին ինձ այդ ոնց եղավ է Կիրանցից Բագրատը տենց թե ինքը բան Քրիստոսի պես ջրի վրայով քայլելով եկավ այդ եթե չէին ուզում թողեին դեսի այդ նույնը կարային ընդեղ անեին ուրեմն այդ սցենարը պետք էր ու եթե իրականում է ինչ որ մեկը ժողովրդին անասուն ասել եթե դա պարզվի որ դա իրական է ես այդ ասողին խոսք եմ տալիս երկու հատ մի հատ լես սիլա մի հատ այս կողմից մի հատ էլ այն կողմից Խոսքով մասին է։ դե այդ զապիսների մեջ գրած այդ անասուն ժողովուրդը ես բայց ես չգիտեմ ես քանի որ էքսպերտ չեմ ես չեմ ինձ վերապահում ու մեր ժողովուրդը պիտի թույլ չտա որ իրան տենց վերաբերվեն ու մեր ժողովուրդը պիտի հասկանա որ այսօր սենց է վաղը գալու են իրանց տուն էլ մտնեն հանեն տանեն կալանավորեն հա
Մատկո գործերը են Արցախի հետ թալանի հետ կապված ուր է հասը։ Ուր է հասել։ Սրբազանի խաչին է հասել, ուր է, ոչ մի տեղը չէ։ Քննչական կոմիտե երրորդ տարին է։ Առաջի հաղորդումը ուղղակի ուզում եմ քեզ ասեմ, որտեղ այստեղ շատ է մեծ աուդիտորիա, որ հասկանան։ Ես Արցախում անձամբ բան չեմ կորցրել, բայց դա իմ հողն է։ Այդ իմ պատիվն է։ Ես չեմ թողի, որ սենց ես կզած մնամ, թուրքն էլ ասի ինչ ուզեմ կանեմ, որովհետև կներես տվողին են անում, չտվողին էլ անող չեղը։ Ես չեմ հավատում բռնաբարություն ուղղվածին ընդհանրապես։ Եթե մարդ իրան թույլ չտա, ես չեմ ուզում։ Եվ դրա համար լիս այդ Արցախի թալանը, որտեվ դա Արցախի թալան չի։ Վարդան ջան, դա մեր փողերի թալանն է, որ ստեից տարել են այնտեղ 468 միլիոն դոլար, մենակ ես բացահայտել եմ։ Ինչ եղավ, որի մեջ կա Էլիզաբեթ Պետրոսյանը, Վահե Հակոբյանը, ամուսինը, գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի աղբերը, դες ոնց են պայքարում կոռուպցիայի դեմ, բանա էլի նագլադնի, տենում են ոնց են անում, ինչ Պալասկովը ռուս, թե ես չգիտեմ նա Արցախի հետ ինչ կապ ունի вообще պղնձի մոլիբդենի գործարանի տնօրեն Արցախի փոխոստիկանապետը մենակ մի դրվագով 27 միլիոն դոլար են տարի, որից 5 միլիոնի 2.5 միլիոնը տարել է Էլիզաբեթ Պետրոսյանը, հեկա սարքե։ Հասկանում ես դու, այդ մեկ։ Դրանից հետո գալիս է Բակոյի Հետո լակոտները։ հետո այդ հեքնել ոնց որ ծախել են դիմացը փող են վերցրել։ Ապերսկի հեկելը հարցրա եղել է, աբնլի մальчик։ Հա։ Հա։ Ու այդ բոլոր փողերը կանխիկ, քեշ, ես վաղը չեմ իսոր եթեր ունեմ, Էլիզաբեթ Պետրոսյանով և իրա պարտնյոր Արցախի փող ոստիկանապետի կնոջով, մենակ կինը, այսօր արել է նորակառուցում 16 հատ կայանատեղի, 3 հատ բնակարան, Երևանի ամենաթանկ շենքում, Մոսկովյանի վրա են Մարտունի շրջան նոր շենք գյուղը, ամենախուլ գյուղերից եղել, մինչև 2020, որ թվին հանձնեցին 20, 3 մինչև 20 թիվը, հա, չէ 23, մինչև բայց 23 թիվը, մինչև հանձնելու օրը, էշով էին ջուր կրում կժերով։ Եկել է Մոսկովյանի վրա նախկին դատախազության տեղ, որ ամենաթանկ շենքն է Հայաստանի, այդտեղ տուն ու պարկով կա, վարել է հողեր, հանրապետության փողոցում կաֆեներ, ասենք այդ ոնց է, Էլիզաբեթն է, ստեղ է բեթում, այսինքն այս ոնց է սենց ստացվում, կարող է հարմար չենք ամուսնացել, հա, դե արի ես ու դու մեկին գտնենք երկուսով, մեկ հետ պսակվենք, ես դեմ չեմ, հիմա ես հարց եմ տալի, Տիկին Վարդապետյանը անգիր տեղյակ է, ես ոչ թե գրել եմ, այ եղել է այսպիսի բան, ներկայացրել եմ փողերի շարժը, Վարդան, փողերի շարժը, քննչական կոմիտեն տեղյակ է, բա ինչ կա, այսինքն եթե դուք ուզում եք բեթերին բեթեք, ոչ թե անունը դրեք քաղաքական հետապնդում, ասա աղջի արի գնանք, մի հատ Աբովյան քրեակատարողականում հեկ սարքես, Են Արցախի փոխոստիկանապետի կնիկ Մելի Կարապետյանը գցեց թևի տակ, նոր շենից բերած թարմ յուղը վրեն, մի հեկել ինքը կսարք իրար, հեկեր կսարքեք Աբովյան, այսինքն այսօր մեր պետությունն ասում պայքարում են կոռուպցիայի դեմ, ընես չէ, որ սրանց վրա ու ոչ իման չեմ, եթե գիտես ինչ, ասես գիտես ինչ, այս մարդկանց վրա ոչ մի բան չկար, ստիպված քաղաքական հետապնդում արեցին, ասես դե հիմա գիտես ինչ, երկրի նախագահ, վարչապետը, երկրի հետաքրքրություններից դրդված բան 2024 թվականին արեցին, չէ, բայց ոչ թե մի տարի հետո, երբ որ վրեքները տոննայով տարած փող կա, բայց գիտես ինչի փողերին չեն գտնում, որտեղ փողերը պետք է հետագա առևտրի համար։ Տանում փակում են, հետո սկսվում է առևտուրը։ Հիմա Էլիզաբեթը, այդ 2.5 միլիոն բեթը ինչ է արել։ Աննա Վարդապետյանին չի հետաքրքրում, ինքը գիտի դրա մասին, ես անձամբ եմ ասել, ոչ մեկ թող չասի ինքը չգիտեր։ Ուզում եմ ասեմ, ես դրա համար այս այն ինչ որ հիմա կատարվում է, իմ մոտ ինքը հավատ չի ներշնչում, հավատա։ Կամ Սամվել Կարապետյան։
Սամվել Կարապետյանին տանում են հիմա տենց մասկի շոու մտան տուն, եսի մինչ արեցին տարան, որտեղ նա եկեղեցու կողմն է։ Այս Սամվել Կարապետյան ինքը իր կնգա նկարի կողմն է եկեղեցուն կախած, ասма կարող թազա վեհաբարգա այդ նկարը զգետն են, զվոտն են։ Ես ուզում եմ հասկանամ, այդ Սամվել Կարապետյանը ոչ մի ման չէր արել, փող չէր լվացել, փող չէր կերել, դրանով չէի կարում տանեիք, վեհապարի կողքն է դրանով տանում եք, կպնում եք մեր ժողովրդի նուրբ թելերին, հավատքին, որ ժողովուրդը պառակտվի, գասի Սամվել Կարապետյանը սուրբ է, կարող կաթողիկոս վաղը նշանակեն։ Ու դրանով մաքրազարդում եք նրա արած կոռուպցիան, որ վաղը դուրս կգա բերդից, էլ ոչ մեկ չի կարաս այս մարդը Թալանովա, որտեղ ինքը արդեն սրբի տիտղոս ունի, նստացել է սրբադասված տղա է։ Ես ուզում եմ հասկանամ, եթե մեր երկրում ուզում են պայքարեն մի բանի դեմ, թող այս բոլորին կանչեն ակտիվիզալ դվին հյուրանոց, որտեղ որ հենց լիքը տենց կոռումպացված դեմքեր կան, դե մեծ դահլիճ կա։ Կանչեն ասեն ամեն մեկը պատմեք ձեր առաջին միլիոնի պատմությունը, please։ Տենան քանի մարդ են սպանել, ում վրայից են տարել այդ առաջին միլիոնը։ Հիմա այսին շոու ծրագիրա, մենք բանը կրոնավորներին բան ալամ աշխարհը ցույց են տալի, այսե որ ուղակի մուսուլմանական աշխարհը հրճվի, որ մի անգամ եւս քրիստոնեությանը հակցրեցին։ Էսա սրա իմաստը, Վարդան ջան։ Էսա Նաև խոստացել եմ, անես որ ես չկալանի գորին այսօր բաղը գոնե։ եթե ամփոփենք, sense S ունի 3 մաս։ Այս հիմալությունը ինչ որ կոչվում է այս սրբազան պայքարի դեմ պայքար։ Առաջինը ես եմ ասել։ Իրա մեռած ռեյտինգի եւ մեռած թիմին ոգևորել, որ ինքը դեռ ինչ-որ մի բան ուժ ունի եւ ինչ-որ մի բան կարող է անել։ Մեկը։ Երկրորդը, եթե ուզում են իրոք դատել նրանց, սա իմն է, ես հիմա ասում եմ քոներին։ Եթե իրոք ուզում են դատել նրանց, բոլորի նկատմամբ բագատից սկսած կարային լինեն այլ քրեական գործեր, որտեղ ոչ քաղաքական անխոցելի, որ բան չենք կարող ասենք, գողա դատվում է, всё։ վերջացավ գնաց։ Եվ երրորդը, սա նաև պետք է անել թիրախավորելով քրիստոնեությունը Էրդողանից ուրախացնելու համար։ Երեքը մեկում։ Ես վերջից կսկսեյել եմ։ Դե սենց եմ ասում, ամեն մի բան կարելի է հետո առաջ անել իհարկե, բայց այս հիմնական 3 բաններ, որը արդյունքներով քվեարկության ցույց է տալի, որ 78%-ի համար մեկը ինքը մնում է ակտիվ 1 ահաբեկիչ է։ Այսինքն ինքը արեց այս ամեն ինչը, բնականաբար ինքն է այսօր բան Հովիկ Աբրահամյանն էր ասեց մուրշներ ա ձեռքդ, բանը չագուշներ ա ձեռքդ։ Հիշում եք խանամոլ Գագիկ Ծառուկյանին դոմփելու համար կներեք արտահայտության համար իրանք են ժամանակ, չէ՞ դες բաներ անում։ Ուզում ասեմ հիմա այս որ հիմա բան այն ոսկեզոծ մուկոր ոսկեզոծ ծակա մանգալի։ ահա այո եկի գտնի ախեն հանգիստ եղի Նրանք ծակա իսկացել ունեն տնաշեն։ Չէ նրանք տեղից են դուրս եկել մկան համար ծակ գտնելը մի մեծ խնդրեմ չի չնայած այդ ամեն ինչին ժողովրդի համար տենց են անհասկանալի մնաց եւ անընդունելի մնաց եւ ինքը շարունակում է մնալ 78%-ի համար թիվ 1 վտանգ պետականության համար, որը ենթադրում է, որ այս քաղաքական աղմուկը մաքսիմում 1 օր, 2 օր, 3 օր, 1 շաբաթ պետք է երկարի։ Հաջորդը ինչը կարող լինի, որովհետև տես Մարինա ջան, ես մեծ կտորներով փորձեմ նայել, էլի։ Երբ որ ամեն ինչ մեռած էր, ոչ իման չէր օգնում սրա։ Որոշեց մտնի կաթողիկոսի տուն, սրբազանեց ծոց, քերու կնգացոց։ Երկար ժամանակ հասկացա, որ ինքը տեղ աջակցություն չունի, հակառակ, էլի հակազդեցությունա, որովհետև ես ցանկացած նման դեպքում միանգամից բան եմ անում, հարցում եմ անում, հասկանամ ժողովրդի տրամադրությունները, բան չի փոխվում։ Դրանից հետո իա պետք է ավելի մեծ բան, ինքը մտածեց սա։ Հիմա ինքը գնալու է միշտ նռաստանի է, ինչպես են ասում, ինքը պետք է միշտ ավելի մեծացնի, ճոխացնի
Ամեն դեպքում ինքը ինտրիգանտ է, չէ՞, ինքը ոչ քաղաքական Արա օրակարգ չունի։ գլխավոր դատախազին ձերբակալի։ Իդեա ենք տալիս, իդեա ենք տալիս։ Show must go on, հասկանում Այդ ես։ եմ ասում, Էլի, հաջորդ ինչ բայց կա։ ասեն կարը գլխավոր դատախազին ձերբակալի, նախկին ԱԱՑ տնօրենին ձերբակալի, կարող է գնա Ալիևին ձերբակալի։ Չէ, չի հասնի։ Չէ, հիմա նայ, բայց այդտեղ գիտես իմ համար ինչն է Խոսածու վտանգավոր, չի կարող ձերբակալի։ երբ որ դու հարցում ես անում, այ գիտես ինչն է վատ, իմ համար ամենամեծ վատ հանցանքը դա անտարբերությունն է։ Երբ որ դու հարցում ես անում, մարդիկ ապահով իրանց տներից մած sense քլիկ են անում, բայց այդ 78%-ին, որ ասես ժողովուրդ ջան, դուք է դուրս եկեք, լսի, նա ես ինչի ես բառերը ասեցի, այդ նույն սրբազանից ոչ մեկ ռուսերեն վատ է հնչում, բայց աչոտ էլի, ոնց որ հաշիվ Ահա, չպահանջես, բայց ռուսերեն ինքը ավելի ճիշտ է, ահա, աչոտ չուզես։ Ու եթե որևէ մեկից իշխան կլինի, միշխան, ով ուզում ալնի, ժողովուրդը մի անգամ ասած լներ հələ Արիստե, դու մեզ հանեցիր ոտի, եթե չէիր կարանալու, չէ՞։ Էլ էս շոու ծրագրերը Վարդան ջան, առաջ չէր գնա։ Իմ համար շատ վտանգ, բայց այդ 78%-ը այդ է պուբլիկան է, որ տեսնեն 5000 հոգի գնում է, իրանք է կգնան կմիանան, տեսնեն 50 հոգի լայք, դիզլայք է դնում, այդ քո հարցմանը, բայց իրանք ոչ ակտիվ մասսա են, սրանք հայրենիք չեն սիրում։ Սրանք սիրում են պրոստը, մեկը տոլմա փաթաթելուց է գալի այդ լայքը դնում, մեկը նարդի գցելուց է անում, այս այն պուբլիկան է, որ սրանք իներտ մինչև իրանց դուրը չհասնի, հələ կարող է իրանց դուրն էլ հասնի, իտո չանեն։ Այ էս ամենամեծ ցավը Վարդան, որ մենք կորցնում ենք հանրահավաքից հանրահավաք մեր այս մեծ մատնաքաշից, որ կոչվել է արժանապատվություն։ Սենց մեծ կլոր ամեն անգամ մի պուճուր պոկել են, դրա համար բոլորը իրանք կինստեն բերդում, լուրջ եմ ասում, որովհետև սրանք, նայ, մենք գիտենք, չէ, որ այս իշխանությունը վատնա ժողովուրդը պայքարում է, հետո գալիս է փրկիչի դեմքով սրբազանը, չգիտեմ, ձուկը, մուկը եւ այլն, գալի մի հատ էլ նրանք են, ոնց որ մեկը քեզ բռնաբարի գնաս օգնություն խնդրես, գալի մի հատ էլ իրանք քո ասացի պես դոմփեն գնան, այդ ավելի վատ է, որտեղ այն մեկը եսի միջ բռնաբարն էր, բայց դու հավատով գնում ես օգնություն խնդրում, այլ ասում ես, գալիս եմ քեզ փրկեմ, ասում եմ, բայց բեր մի հատ անեմ նոր փրկեմ, հետո էլ ասում եմ, չստացվեց։ Այս մարդիկ սրա համար պիտի պատասխան տան, այդ 78%-ը, որ այսօր քեզ պատասխան է տալի, իրանք անցած սպասում են, որ պիտի մի հատ չոբան գա, չոբան, բայց իրանք չեն հասկանում, որ այդ չոբանը կարա խալխի չոբանը լինի, ուրիշի կողմից ֆինանսավորված չոբանը լինի, գա իրանց որպես ոչխար օգտագործի, իսկ եթե մարդը ինքը իր երեխայի, իր հողի, իր հայրենիքի, իր պատիվ, թասիբ, նամուսի համար դուրս գա, չասի չոբան, то չոբանի հերն եմ անիծե, խիպտի մի հատ չոբան, նախրապան, խաչը ձեռը մեկը լինի, որ ինձ սովորացնի, որ ես իմ հողն է, ես թուրքին տվող չեմ, հարց եմ տալի քեզ, այդ 78%-ը, եթե Facebook-ից դրա 30%-ը դուրս գա ակտիվանա, հասկանան, որ մենք տեղ չունենք, ես թույլ կտաս մի բան ասեմ այս եթերով, կոչ անեմ, ժողովուրդ, ես Սփյուռքին չեմ ասում, լավ, Սփյուռքը տեղավորված է, հա, ինչ որ ձև։ Մենք Հայաստանից տեղ չենք ունենալու փախնելու։ Արցախի ժողովուրդը տեղ ուներ փախնելու Հայաստան, Հայաստանից է Կրասնոդար մի մաս։ Մենք չենք ունենալու տեղ։ Մեզ օպերացիա կալցոն անելու են ու խեղդեն։ Մենք այսօր իրականում եմ ասում, ես քաղաքական գործիչ չեմ, երբևէ ոչ մի պաշտոն չեմ ուզեցել, ես թքած ունեմ բոլորի վրա, բոլորի, սկսած Լևոնից, ես այդ վաղտ եմ թողել գնացել Հայաստանից, հասկանալով, որ ինչա լինելու, իմ հայրը ես էլի եմ ասել, 91 թվին օդանավականում արցունքն աչքերին շուռ եկավ, ասեց 30 տարի հետո Արցախը հանձնելու են, որտեվ գիտեինք սրանց ծրագրի վերջը։ Ես հիմա կոչ եմ անում մեր ժողովրդին, որ բոլորը հասկանան, որ մեր ու մանրուք կարող է մի օր մորթվենք մենք։ Ու դրա պատասխանատուն պետք չասել։ Նիկոլն էր մեղավոր, Սերժն էր մեղավոր, Լևոնն էր, բայց դու ինչ ես արել դու տունը նստած։
Դու ինչ ես արել քո երկրի համար։ Միշտ հեշտ է, չէ՞, մեղքը գցել անհասանելի։ Եսի մենդ վեհապարներ մեղավոր, չգիտեմ, էս է քերակիններ, եսի մեսերեն։ Բա մենք Վարդան, մեզ պետք չի որ այսօր Facebook, մեզ պետք չի որ իմ ու քո եթերը 100,000 հոգի նայի, ավելավա 1000 հոգի նայի, բայց այդ 1500-ը պոտենտ լինի, իրա երկիրը սիրի, իրա երկրի համար կռիվ տա, սխալ եմ ասում, մենք սենց ինչ ենք անելու։ Ես շարունակեմ։ Ես ես էլ բան չունեմ ասում։ Հա, նայ, ամեն դեպքում Մարինա ջան, մարդիկ միջև չիմանան ինչա պետք անել, ինչ անեն սխալ է լինելու։ Մարդիկ միջև իրավականորեն, քաղաքականապես մի քիչ տեղեկացված ու վերագիտություն չունենան, ինչ անեն էլի սխալ կլինի, որովհետև էլի նախնի մեջ կարան գնանք էլի Նիկոլի ճակատապաչին։ Այմա երկու օր առաջ դու սաղ պատմեցիր, դրան ես երկու անգամ այդ եթերդ նայել եմ։ Թող գիր թող տակը դիր լինքը թող նայեն։ Էլ ինչ ասես, ձեռները բռնես, պամպերսը հարցնես, հանես, տանես տուտուզները լվաս։ Նա ես իհարկե փողոցում կանած մարդը շատ կարևոր է, բայց ես շատ կարևորում եմ Շատ։ մարդկանց տեղեկացվածությունը եւ ամենակարևորը գիտես որը վերաբերմունքը փողոցում գործող այն ամեն ինչի նկատմամբ ջուր կա այն ոստիկանից սկսած այն շարքային քայլարաստից սկսած որովհետև այդ 100,000 մարդը կամ 50,000 մարդը որ սկսի ինքը բարոյական չափանիշների վրա ապրել ու պահանջել հարցը փողոցում ապստամբության չի հասնի Իհարկե չի հասնի։ այ Ու ես ես ընդհանրապես փողոցով չեմ սիրում հարց լուծել, ահա բայց եթե որովհետև փողոցով փողոցային ես բերում։ ահա, եթե մենք մեր հարցը այս բանը զրույցներով, այս տեղեկացվածությունով մարդկային լայն շերտերի մոտ վերաբերմունք չենք փոխելու, վերաբերմունք հանցագործի նկատմամբ, վերաբերմունք կեղծիքի նկատմամբ, վերաբերմունք կոռումպացվածության նկատմամբ, վերաբերմունք դավաճանության նկատմամբ, որովհետև այդ բոլոր արատները շատ խորն են նստած մեր մորի մեջ։ Եթե մենք մարդկանց մոտ չենք կարողանում ասենք, «Էй, հայ մարդ, հարազատս, չի կարելի սենց ապրել»։ Մարդը չի կարող ապրել խոզի նման եւ բողոքել, որ հոտ է գալիս։ Հա, այն կկուն անընդհատ բնի հոտից է բողոքում ու բուն է փոխում առանց մտածելու, որ այդ հոտը իրանից է, հա։ Հիմա այս նույն պատմությունն է, մենք այն ինչ որ ես եմ պատկերացնում, ես չեմ մերժում փողոցային պայքարը, ես չեմ մերժում հեղափոխություն, ապստամբություն, ես օքեյ եմ ամեն ինչի հետ։ Հա, ես ինքս այդ ամեն ինչի մեջ բազմաթիվ անգամ անցել եմ եւ իմ համար նորմալ է, բայց եթե դրա հետևում չկա կանգնած բարոյապես ամուր ու պահանջատեր Հակը, ժողովուրդ, հիմք, հենք, հենք հենք։ այդ ամեն ինչը վերածվելու է ժամանակավոր ուրախության, որը բերելու է ավելի մեծ ողբերգության, ոնց որ մենք հիմա ականատես ենք։ Գիտես, թույլ տուր մի բան էլ ասեմ, երևի շատ երկար։ Դու գիտես, որ ես չեմ իմանում ինչից ենք խոսում։ Ես քո հետ խոսում եմ, ոնց որ մենք իրար հետ հեռախոսով ենք խոսում։ Հիմա մեր ժորքի հետ լրիվ անկեղծ եմ։ Ես Գիտես, գաղտնիք բացեմ մեզ լսողներին, քանի որ մենք ժամանակ չունենք իր այդ հեռախոսով խոսալ։ Հիմա որոշեցինք մեր հեռախոսային տենց խոսակցությունը խոսանք էլի։ Ես քեզ գիտես մի բան ասեմ, քո ասած իմ համար շատ ընդունելի է, բայց չեմ ուզում, որ հիմա մարդիկ մտածեն, որ ես իմ վրա եմ բերում, բայց ես գիտես, երբ խորի հաստատություն ապրեցի, թույլ տուր ասեմ, երբ որ սեպտեմբերի 14-ին հիշում ես, պատերազմը նորից հա վերսկսվեց Արցախում, ես փողոց էի դուրս եկել ու ընդամենը կոչ արեցի, որ Դեմիրճյանի վրա հավաքված այդ մեծ ոստիկանությունը, բան իրան գնա սահմանները պաշտպանելու ոչ թե երեխեքը։ Եվ ես այդ ժամանակ հասկացա, որ մենք կործանվում ենք Քավլիցի, ես ոչ ոտս ջարդելուց եմ նեղվում, ես երբեք դիսկոտեկայում չեմ ջարդել, էս էլ եմ առաջնագծում ջարդել, սենց ասած։ Ես դրանից չեմ նեղվում, բայց երբ որ իլուր ամբողջ հայ տղամարդկանց Դեմիրճյան փողոցի վրա, մեր շենքի տակ մեր խանութից, որտեղ ես օգտվում եմ, կանած 200-300 հոգի թամաշա են անում, ոնց են կարմիր բերետները, ձեռներս օլորած, ոչ թե ոնց որ Էլիզաբեթին տանում, ու մեկը ծպտուն չանեց։ Ես այդտեղ սկսեցի կասկածել, որ մեր գենը սկսել է մեռնել, որովհետև ես եթե նույնիսկ շուն տեսնեի կամ կատու տեսնեի նման կարգավիճակում,
Հասկանում ես, ժողովրդի քանակը ավելի շատ էր, քան թե այդ մի երկու ոչնչության կարմիր բերետի, բայց այդ անասնական վախը, որ սրսկել են, ներարկել են, արժանապատվության վրայով անցել են, սրանք դարձել են ֆեյսբուքյան խրոխտ բանակ, հասկացի։ Սրանց որևէ հարցում ինձ ես գիտես ինչից եմ վախենում, որ թող ես սխալվեմ, հետո դու ինձ ասա, որ ես սխալ եմ, ես ներողություն կխնդրեմ։ Ես վախում եմ, որ այդ 78%-ից, օրինակ, եթե 30%-ին տան գումար կամ լավ պաշտոն կարող է մեկ էլ դիրքափոխվեն ու վաղը դուրս գան ասեն Վարդան Հակոբյանը բաներ, ՏԷ-ից բաներ անում, ապստամբություններ պատրաստում Հայաստանում, հասկացար, դրա համար ես ուզում եմ մարդկանց ֆիզիկապես տեսնեմ։ Այն ինչ որ ես տեսել եմ Դեմիրճան փողոցի վրա, դա ինձ բարոյա լքել է։ Ճիշտ հասկացի։ Ես իմ համար չեմ նեղվել։ Ես ես մտածեցի, որ հենց մի հատ նայ այս մարդկանց, որ կայնած իրանք թամաշա են անում, այն ինչ որ վաղը լինելու է իրանց երեխեքի, իրանց կանանց, իրանց մերերի հետ, հասկանում ես, ու լինելու է ավելի վատ թուրքերի, ավելի վատ, չեմ ասում թուրքերի, ավելի վատ թուրքերի միջոցով, որտեղ ենիչերներ սրանք են, այն մյուս թուրք ենիչերները վաբշե ավելի վատ են իրանց վարվելու։ Ճիշտ հասկացի։ Ես սրանից եմ վախում։ Դրա համար ես չեմ ասում փողոցային ապստամբություն, ես ուզում եմ, որ ամեն մեկս մեր տեղում լինենք, եթե մենք ամեն անգամ հաշիվ պահանջեինք այս մարդկանցից, այդ սութի ընդդիմությունից, այդ ընդդիմությունը մեզ ավելի շատ վնաս տվեց, քան թե դիմություն կոչվածը, հավատա, որտեղ իրանք, այն օրը դու ես խոսած, հայ Վարդան ջան, իրանք ծնածնա, իրանք դու տեսել ես հերը կարա իր տղային անկյուն կանացնի, կարա գառոխի վրա չոքացնի ծնկներով, այտենց շատ է ցավում Օսվենցիմում էին անում Սիսերի վրա, կարա մի հատ լեմ վզակոթին տա, կարա թքի վրա, բայց չի ոչնչացնի։ Իրանց ծնածն է Նիկոլը, ո՞նց իրան կարող է իրան վնասել։ Մեր կռիվը ընդդիմության հետ պետք է լինի, որտեղ իրանք են այս ամեն ինչ անում։ Իրանք անում են իրանց փողեր, իրանց լափի, իրանց ծախվելու համար, որտեղ աղբի ջան, Վարդան ջան, դու ես 2 օր առաջ խոսացել։ Ասենք ո՞նց կարող է մի մարդ, մենք այսօր սաղ, որ կրիշը ծակած, մենք Նիկոլն ա մեղար, բայց ոչ մեկ չասում, այ ընտրող տավարի ցավ։ Դու ես գնացել ընտրել։ 5 կիլո ալուր է խոստացել, չգիտեմ, կամ ասել են, տես որ Նիկոլին չընտրես, են բոբոներն են գալու։ Այն բոբոները չեն գնացել։ Էսա պետք է մարդկանց հասկացնել, որ նրանք չեն գնացել, ապա նրանք պրոստը սեքս ծխում են սեքսից հետո։ Ուզում են տենան էլ ինչքան է սեքսով սա զբաղվելու մեր, հասկանում ես։ Նրանք պրոստը սեքս ծխում են։ Ու այս ժողովուրդը ի վերջո պիտի գիտակցի, որ մենք այսօր վերջին ենք ասել։ Մեր ժողովուրդը անդադ ասում է, այսքան 1000 տարի մեջ ճնշել են, եկե ասել ենք, եկե ասել։ Այսքանից մի հատ iPhone-ի չափ հողա ձեզ մնացել։ Հեսա դառնալու iPhone 7-ի, հետո էլ կնոպշնի Nokia-ի չափ էս հողը։ Սրանք այդ չեն կարում հասկանալ։ Չեն կարում, Աստված մեզ կպահի։ Խի դու երեխա, դու քո կանգանից երեխա ունենաս, հաճույք ստանաս, Աստված կպահի, բայց դու քո երեխա պահի։ Մենք չունենք պատասխանատվության զգացում, մենք չունենք մեր հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացում։ 30 տարվա մեջ հայրենասիրությունը զրոյացրեցին, տանկերով անցար հայրենասիրության վրայով։ Ազգի սարքեցին։ Մենք Արցախը գիտես ինչի կորցրեցինք, ես էլ ասեմ շատ խոսացի, որովհետև Արայիկ Հարությունյան կոչված համբալը հələ թող փորձի սիրածներն ու կնիկը դատի տան, մի հատ իրանց կերածները անեմ լցնեմ վարտիկով վրաները, սենց, այսինքն մեծ են ռոզովի տրուսիկներ կային, որ մեր տատերը ակնում են, այտենց լցնեմ, որտեվ Արայիկ Հարությունյանի պես կոմերսանտը, ում որ բերեցին սարքեցին Արցախի նախագահ, Բակոն Դևեչնը տենց կայֆի տակ էր, չէր ջոգում, սրան բերեցին, որ սա ով խոսում էր, փողը տալիս էր, եւ ժողովրդին սարքեց, առնվող հասկանում ես, հիմա նույնը ստենան, այնքան են կզացնելու, որ մի մատնաքաշով առնեն, 15 թվին եմ գրել, հրապարակելա մենակ առավոտ թերթը, մի շատ մոտիկ ընկերուհի ունեի մի թերթի խմբագիր, որ Սերժին ատում էր, չգիտես ինչի, այդ թվից դառավ Սերժի մանյակը ու հիմա մեծ բարձունքների վրա է, ասեց այդ նամակը ջնջի, այ բաց նամակ է գրել, որ Սերժ
Սարգսյանին, որ դու այս ժողովրդին 5000 դրամից ուզում ես իջացնես մի փոր հացով ծախվողների։ Այդ աղջիկը չտպեց, դրա համար այսօր էլիտար ժուրնալիստ է։ Ասեց ջնջի։ Մենակ առավոտ թերթն է տպել, մինչև այսօր կա։ Հասկանում ես։ Ես գիտես երբ եմ հասկացել, որ այս պսևդո է։ Երբ որ մայիսի 8-ին Սերժ Սարգսյանի վերաբերյալ 2018 թվականին հաղորդում տվեցի հանցագործության մասին, ինքը ավելի շատ ինդիկատոր էր։ Այն որ սենց մեքենաներ կա, թուղթը դնում են սենց կտրում է, աղվանը, են արտուր դավցան չեղածը, ուզում եք մարդ դատը կատարեք։ Դրեցին, սենց կտրեցին, վառեցին, այդ մոխիրն է տարան, Զիմբաբվեում թաղեցին, որ հանգարց ոչ մեկ այդ իմ տված հաղորդման մոխիրը չգտնի։ Այսինքն հեղափոխություն չի եղել, որովհետև եթե կար հեղափոխություն, սիրելիս, թող գնան հիմա Սերժ Սարգսյանի փեսու մաղավուզի հանքերը, հա, խոսանք մոտ ապագայում, քանի միլիարդ է տարել Արցախից։ Ուզում են դատեն, բա թող դատեն։ Թող դատեն։ Իմ ասածը սա է, որ եթե դու ուզում ես այս մարդուն մեկուսացնես, որտեղ այս ֆիգուրան քեզ խանգարում է, չէ, քո հեղափոխական իդեալներին, դու խես սուտի քաղաքական հետապնդում անում, հենավրեն այնքան կեղտ կա, տար մի 50 սրոք դատի, ոչ մեկսը չեն կարա մի բան ասենք Նիկոլ Աֆարիմ, չէ։ Չգիտեմ Վարդան ջան, կներես շատ էմոցիոնալ էի, բայց շատ նեղված եմ, շատ, ահա որտեղ ես գիտես ինչ, ես մեր երկրից ոչ միտեղ չեմ գնալու, ես մնալու եմ ստեղ։ Ստեղ ծնվել եմ, եթե պիտի կալանա, որ ստեղ կնստեմ, ստեղ կմեռնեմ։ Բայց կանգնած։ Մենք խոսում ենք, ոչ իման չի փոխվում։ Չի փոխվում, այս ժողովուրդը չի ուզում Facebook-ից դուրս գա։ Ես այդ կարծիքի չեմ, որ չի փոխվում, բայց եթե ասեմ կարող է այնքան դանդաղ փոխվի, որ վերջում բանը ունենանք այն մի 2-3-4 տարի առաջ էլ եմ ասենք Մարտունի ժինգալով հաց, Շուշի օբյեկտ, Հադրուտ ռեստորան, հետո նատել մենք արտագաղթենք միտեղ ծվարենք ունենանք, ասենք, չգիտեմ, Երևան հյուրանոց։ Եթե ասալա հացատուն կա, ինչի դրանք չի լինի որ։ Եթե ասալա հացատուն կա, ասում եմ, ինչի դրանք չի լինի որ։ Հացատուն կլինի, հետն է քնելու տեղն է կողքը կլինի պարտադիր, մեր ազգը որդեուտում անդեպտի քնի, մինչև մենք այս տամոքսային հոգեբանությունը չթարգենք։ Լսի, ես չեմ հասկանում, այն Վովան ուր է, այն որ ասում ես թափվեք ջրցանով, մի հատ լուրջ էլ այդ Վովան գոնե կյանքում մի բան համար պիտանի լինի։ Մի հատ ասենք մի մեծ վեդրո դույլ առնի ձեռը, մեր ժողովուրդը պիտի սթափվի Վարդան։ Հասենց իրոնիայով խոսում եմ, որ չմեռնեմ։ Մենք կործանման, ոչ թե եզրին ենք, այլ չգիտեմ, ես չգիտեմ ով է մեզ պահելու, մենք անընդհատ թշնամիներ ենք մանգալի, Պուտինն է թշնամի, Ժիրինովսկին է թշնամի, Բայդենն է թշնամի, Տրամպը, մենք պետք է մանգանք, մեր տեղը էս երկրում, էս երկիր մոլորակի վրա, էս մեծ կանվայի փազլի վրա, մեր գույնը, մեր տեղը, գիտես, Իսրայելի պետությունը ինչ է, հարգում են նրան, ով որ թելադրում է, ավելավա թելադրելով մեռնես, հետո քո սերունդներին հարգեն, քան թե ծնկաչոք խաղաղություն խնդրես, սխալ եմ ասում, ես ծնկող չեմ, պարզ ասում եմ, 4-ին էլ ատում եմ, հավասարաչափ, բայց ծնողներին ավելի շատ, որտև իրանք ծնեցին, մենք պետքա հասկանանք, որ այսօր մենք պետքա ձեռի բռնենք, հասկանում ես, ձեռի բռնենք, մենք պետք է այսօր մեր երկիրը թողենք, սրանք գիտեն, թե իրանց այդ փողերով, ասենք դվին հյուրանոցն իրանցն է, Սիմենդե Գոլդեն Պալասն իրանցն է, վաղը թուրքը որ եկավ, սրանք թուրքի լակե են աշխատելու, դուրը բացելու են, նատե կնգա ոտի տակը, լավագույն դեպքում, ոչ մեկ չի փրկվելու, ես խնդրում եմ, եթե ես այսօր ավել պակաս բան եմ ասել հանդիսատեսներից ներողություն եմ խնդրում, ուղղակի իրական սիրտս պայթում է Վարդան, լուրջ եմ ասում, սիրտս պայթում է, թե մենք ունենք Սփյուռք ջան, լիքը օգնել եք, ֆինանսապես օգնել եք,
ես իրականում եմ ասում, Սփյուռքին էլ էլի սենց ծախսացրեցին, որ ընես ծախսացնեն ու հետո ցույց տան, որ ձեր տված փողերով մենք գնում ենք ուրիշ կայֆերի, որ Սփյուռքն էլ ասի, էլ փող տվող չկա, որտեվ դու ուրիշ բանի, բայց Սփյուռք մեզ ձեր փողերը չի պետք։ Մենք սա մենք 10 միլիոն ենք, 10 միլիոն մարդ, այդ որը տենց ասում եք քրիստոնյա ենք, 10 միլիոնով մի օր աղոտ կարեք էլի, 10 միլիոնով մի օր իրար ձեռ բռնեք, հասկացեք, որ եթե չլինի այս փոքր Հայաստանը, Սփյուռքը չի լինելու, պորտալարը կտրվելու է, դառնալու եք անտուն անտեր մաղը վզներից հետ կախած բոշաներ։ Sorry։ Համերա։ Ամեն դեպքում հույսներս չեն կորցնում, հանձնվեց։ Ես ինչներից ես ու դու մեր հույսը կկորցնենք, բարիկադի վրա էլ կմեռնենք էլի։ Կանենք իմ ապրելու բանաձևը իմ համար շատ ընդունելի ու պարզ է։ Կանենք ինչ հնարավոր է կլինի, ինչ կլինի։ Իրականում, ուղղակի ես էլի եմ ուզում խնդրեմ մեր ժողովրդից, որ մենք կարողանանք ինչ որ մի ձևի համախմբվել մեր իդեայի շուրջ, ոչ թե պառակտվենք, էս ինչական է, այն ինչական է, ամեն մեկս պիտի լինենք մեր հորական, մեր մորական, մեր հողական։ Եղավ Մանա ջան, շնորհակալություն դրա համար։ Եղավ Վարդան ջան, կներես իհարկե շատ էմոցիոնալ երկար տևեց, բայց Բանա, մենք պետքա նույնպես եմ ասում, մենք միջև չփոխվենք ինքներս, ոչ մի բան չեն կարող պահանջել։ Հենց մենք ինքներս միանշանակ փոխվենք շրջապատում փոխվելա միանգամից ամեն ինչ։ 100%, լսի, ինչ դիք կանգնես, չէ, ինչ այսենց մեջքը դիք Հա, կանգնես ու հավասարի պես խոսաս։ Այդ բլեֆն էլ է, էլի, պոկերի մեջ ընդունած։ Ինչ գնաս եթիմի պես սենց խնդրես։ Խնդրեմ, մուրացկանին ով է հարգեմ ինչև այսօր։ Փողը տալիս են ու մոռանում են։ այ։ Եղավ շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Լավ մնա։ Լավ ջանց։